Viva-ն եւ Source հիմնադրամը ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին։ Viva-ի աջակցությամբ կենտրոնի միջին եւ ծանր հաշմանդամություն ունեցող սաները կսկսեն ինքնուրույն հաղորդակցվել, մտքեր, զգացմունքներ արտահայտել, հարցերի պատասխանել աչքերով կառավարելով համակարգիչը։ Ձեռքերի փոխարեն երեխան կենտրոնացնում է հայացքը, էկրանի վրա ընտրելով բառեր, նախադասություններ կամ պատկերներ։ Սարքը ամբողջությամբ փոխարինում է խոսքին, աշխատում է ուլտրակարմիր ճառագայթի միջոցով, կարդում է երեխայի աչքի բիբը։ Նոր տեխնոլոգիաները երեխաներին թույլ կտան հաղթահարել խոսքի եւ գրավոր հաղորդակցման սահմանափակումները, ավելի ակտիվ ներգրավելով առօրյա կյանքում։ Развивающиеся технологии предлагают человечеству. Երբ նոր տեխնոլոգիաները մարդկությանը խելացի լուծումներ են առաջարկում, բարդ մարտահրավերները հաղթահարելու համար կարևոր է օգտվել այդ հնարավորությունից։ Ծրագրի արդյունավետ իրականացումը պահանջում է տեխնոլոգիական գործիքների եւ մասնագետների աշխատանքի ճիշտ համադրություն։ Մեր համագործակցության նոր փուլում մենք կրկին պետք է գործենք հետևողականորեն եւ համակարգված ցանկալի արդյունքի հասնելու համար։ Օժանդակ տեխնոլոգիաների փորձագետ Քամիլ Մատան փաստում է. Կան հարյուրավոր ուսանողներ, որոնք այս տեխնոլոգիաները կիրառել են իրենց կրթությունը շարունակելու եւ նույնիսկ գրքեր հեղինակելու համար։ We're creating communication from nothing. Մենք հաղորդակցություն ենք սկսում ոչնչից։ Հայաստանում մենք հենվում ենք այն կազմակերպությունների վրա, որոնք գիտակցում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արժեքը եւ դրա սոցիալական ազդեցությունը։ Այստեղ աշխատում ենք հեռահաղորդակցության խոշոր օպերատոր Viva-ի ներդրումների շնորհիվ։ Big telecom such as Viva, for example. Ընդհանուր առմամբ ծրագիրը թույլ կտա այլընտրանքային հաղորդակցման միջին եւ բարձր տեխնոլոգիաների միջոցով օգնել 150 երեխայի։ Viva-ի հետ ունեցել ենք երկարամյա համագործակցություն, շատ մեծ ծրագրեր, բարձր տեխնոլոգիաների կիրառման այս հնարավորությունը կենտրոնում կփոխի որակ։ Նորարարական լուծումը կարևոր է հատկապես ուղեղային կաթված, ռետի համախտանիշ եւ նյարդաբանական խանգարումներ ունեցող երեխաների համար, որոնք չեն կարողանում օգտվել ավանդական հաղորդակցության միջոցներից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։